Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր փետրվարի 6։ Ես մեծացրի իմ գործերը, ինձ համար տներ շինեցի, ինձ համար այգիներ տնկեցի։ Ժողովող 2-4 խոսք։ Եկեղեցին ներկայացվում է որպես որդատունկ և խաղողի այգի։ Այս որդատունկի արմատը Քրիստոսն է, իսկ ճյուղերը հավատացյալները։ Եկեղեցին նման է որդատնկի, որը կարիք ունի հենարանի, բայց միաժամանակ տարածվում է և պտուղ բերում։ Եթե որդատունկը պտուղ չի տալիս, ապա չկա ավելի անպիտան ծառ, քան դա։ Իսկ միթե մենք տնկված չենք լավ մշակված պարտեզում, ունենալով ամեն միջոց արդարության գործերով պտղաբեր լինելու համար։ Սակայն հավատքի միայն արտաքին դրսևորումները, առանց իրական բովանդակության, դատարկ պատկերացումներն ու ձևական սովորությունները ավելի շատ էին, քան ճշմարիտ և անկեղծ աստվածապաշտությունը։ Այդ պատճառով որդատունկը անտեսվեց ու ավերվեց։ Աստված ուներ լուրջ և արդար պատճառ փոխելու իր վերաբերմունքը նրանց հանդեպ։ Մեր վիճակը, լավ է կամ վատ, կախված է նրանից, թե Աստված մեզ վրա հաճությամբ է նայում, թե դժգոհությամբ։ Երբ նայում ենք տեսանելի եկեղեցու նույնիսկ ամենամաքուր մասին, չենք կարող զարմանալ, որ այն ենթարկվում է ցավոտ խրատների։ Ուստի նրանք խնդրում են Տիրոջը օգնել որդատունկին ասելով. «Տեր, դու ես տնկել այս որդատունկը և ամրացրել ես այն քեզ համար, ուստի խոնարհ վստահությամբ սպասում ենք քո հոգածությանը»։ Որպեսզի Աստված օգնի որդատունկին, որպեսզի ողորմածաբար քննի նրա գործը և վարվի այնպես, ինչպես ինքն է նպատակահարմար գտնում։ Տեր, զորած Աստված, ետ դարձիր մեզ, քանզի կարծես հեռացել ես մեզանից։ Փայլեցրու երեսդ, նայիր երկնքից, որտեղից տեսնում ես մեր դեմ կատարված բոլոր անարդարությունները, այն վայրից, որտեղից կարող ես ներգործող ազատություն պարգևել, երկնքից, որտեղ պատրաստել ես քո դատաստանի գահը և որին էլ մենք դիմում ենք, և որտեղ ավելի լավ երկիր ես պատրաստել քո ճշմարիտ իսրայելացիների համար, նայիր և այցելիր քո որդատնկին ողորմածությամբ։